Ունենք հետին գանգափոսի ուղեղիկի աջ կիսագնդի երկրորդային ուռուցքային ախտահարում, հիվանդի մոտ առկա է աջ թոքի վերին բլթի գոյացություն։ Սաստիկ ու կրկնվող գլխացավեր ցնցումային նոպաներ։ Այս ախտանշանները դիտվում են գլխուղեղի ուռուցքների դեպքում։ Ամբողջ աշխարհում մայիսը հայտարարված է որպես գլխուղեղի ուռուցքի իրազեկման ամիս։ Սաստիկ կրկնվող գլխացավերը կամ բութ գլխացավերը, որոնք չեն անցնում ընդհանուր ցավազրկողներով եւ կրկնվում են անընդհատ, առաջացնում են նաեւ որոշակի նյարդաբանական դեֆիցիտ, որը կարող է արտահայտվի վերջույթների թմրացությամբ, վերջույթների թուլությամբ, ջղաձգումներով, հիշողության կորուստով, խոսակցականի խանգարումներ, դա արդեն պետք է հուշի հիվանդին կամ իր հարազատին, որ պետք է դիմել անպայման բժշկի։ Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս արագ հայտնաբերել խնդիրը։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գլխուղեղի ուռուցքների եւ ընդհանրապես գլխուղեղի պաթոլոգիաների հայտնաբերման ոսկե ստանդարտն է։ Հետազոտություն, որը որ մանրակրկիտ տալիս է մեզ հնարավորություն պատկերներ, որպեսզի տեսնենք կա արդյոք գլխուղեղում անատոմիական փոփոխություններ, թե ոչ։ Եվ ավելի մանրակրկիտ եւ բարակ շերտերով հետազոտության արդյունքում մենք վաղ փուլերում կարող ենք հայտնաբերել անգամ 1 մմ-անոց նորագոյացությունը գլխուղեղում եւ անգամ մարդու մոտ ախտանիշներ չկա։ Տարածվածությունից եթե խոսենք, Հայաստանում 100,000 բնակչի հաշվով ունենում ենք տարեկան 5 դեպք գլխուղեղի առաջնային ուռուցքի։ Այստեղ շատ կարևոր է տարբերակել գլխուղեղի առաջնային ուռուցքները երկրորդային ուռուցքներից։ Առաջնային իրենք առաջանում են հենց գլխուղեղում, իսկ երկրորդայինի դեպքում խոսքը մետաստատիկ օջախների մասին է, երբ չարագ ուռուցքային հիվանդությունը տեղակայված է այլ օրգանահամակարգում, կոնկրետ առավել հաճախ դիտվում է դա բնորոշ է թոքի, կրծքագեղձի, երիկամի, ստամոքսաղիքային համակարգի ուռուցքներին։ Բարորակ ուռուցքների մոտ 30-ից 40%-ը բաժին է ընկնում մենինգիոմաներին, որոնք առաջանում են գլխուղեղի թաղանթից։ Ստատիստիկորեն իրանք շատ դեպքերում հանգում են կրծքագեղձի քաղցկեղի հետ միասին արգանդի գոյացությունների ժամանակ, այսինքն իրանք հանդիսանում են հորմոն դրական ուռուցքներ, ինչպես նաև ժամանակին կրած ճառագայթային թերապիաները կարող են նպաստել գլխուղեղի բարորակ ուռուցքների առաջացմանը, կոնկրետ մենինգիոմաների մասին է խոսքը։ Իսկ գլիոբլաստոման գլխուղեղի ամենատարածված եւ ամենաագրեսիվ չարորակ ուռուցքն է, որը շատ արագ է զարգանում։ Հայտնաբերումից հետո, նյարդավիրաբուժի գնահատումից հետո, եթե ուռուցքը վիրահատական է, կատարվում է վիրահատություն առաջին փուլով, որը կարող լինի ուռուցքի լիարժեք հեռացում կամ մասնակի, կախված անատոմիական դիրքից եւ ֆիզիոլոգիական հնարավորություններից, երկրորդ փուլով չարորակ ուռուցքների ժամանակ գնում է զուգակցված քիմիոճառագայթային բուժում։ Մասնագետները շեշտում են, ժամանակին ախտորոշումը կարող է բարձրացնել բուժման արդյունավետությունը եւ էականորեն բարելավել բուժառուի կյանքի որակը։ Նարէ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։